Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանն արդեն ավելի քան 8 օր է, ինչ զրկված է արտաքին էլեկտրամատակարարումից, ստեղծելով միջուկային վթարի լուրջ եւ աննախադեպ ռիսկ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Եվրոպայի խոշորագույն ատոմակայանը այժմ կախված է բացառապես վթարային դիզելային գեներատորներից, իր 6 ռեակտորների սառեցման եւ անվտանգության մյուս կարեւորագույն համակարգերի աշխատանքն ապահովելու համար, նշված է հայտարարությունում։ ՄԱԳԱՏ-ի տվյալներով սա ռազմական գործողությունների սկզբից ի վեր արտաքին էլեկտրամատակարարման ամենաերկարատև անջատումն է։ Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ ատոմակայանի պայեստային դիզելային գեներատորները բավարար վառելիք ունեն միայն 10 օրվա համար։ Պայեստային համակարգերի անջատումը կարող է հանգեցնել միջուկային վառելիքի հալման, ինչը կառաջացնի աղետալի հետևանքներ։ ՄԱԳԱՏ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ վնասված էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը հնարավորինս շուտ կազմակերպելու համար։ Կիևը եւ Մոսկվան շարունակում են միմյանց մեղադրել կայանի լուրջ ռազմական գործողությունների եւ դրա անվտանգության սպառնալիքների համար։ Ուկրաինական կողմը պնդում է, որ Ռուսաստանն անջատել է ատոմային էներգամատակարարումն ուկրաինական ցանցից, մինչդեռ ռուսական կողմը մեղադրում է Ուկրաինային կայանի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։